Մեր պատմագրության մեջ մասնավորաբար տեղերի Սուրբ Աստվածածին վանքի մասին կծկտուր տեղեկություններ են պահպանվում եւ այս վանքը կառուցվել է 13-րդ դարում, կառուցել է տվել Մամախաթուն իշխանուհին, ով եղել է Զաքարը եւ Իվանե իշխանած իշխանների քույրը։ Նրա մոր անունն է եղել Վախախ, որը նույնպես մեծ նպաստ է բերել այս վանքի եւ այս տարածաշրջանին։ Գտնվում ենք նախ եւ առաջ Արագած լեռան լանջին ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա Տեղեր համայնքում կամ Տեղեր գյուղում։ Ժողովուրդը գյուղին կոչում է Դղեր կամ Դեղեր։ Տարածաշրջանը զարդարված է դեղաբույսերով, հազարավոր դեղաբույսեր կան եւ պարբերաբար դեղագետները գալիս են այս լանջային գոտիներից դեղաբույսեր են հավաքում։ Ոմանք որոշ գրողներ ասում են, որ Դեղեր անվանումը հենց այս դեղաբույսերի հետ է կապված, սակայն վերջերս պրպտելուց եւ գտնելուց որոշակի նյութեր հասկացանք, որ Դեղեր անվանումը կապված է վանքի հրաշագործությունների հետ։ Այս վանքը կոչվել է լրջակապույտ Սուրբ Աստվածածին վանք։ Խաչքար է եղել, այդ խաչքարը մինչև այսօր կա, որը մասունքակիր է եղել եւ Հիսուս Քրիստոսի խաչափայտից մասունք է դրված եղել մեջը, որ վրան եղել է բաց եւ մուգ երանգներով զարդարված կապույտ գույնի քար։ Եվ այս անվանումը լրջակապույտ անվանումը դուրս է եկել այստեղից։ Դա խոսքս 16-րդ եւ 15-րդ, 14-րդ դարերի մասին է։ Այս ժամանակաշրջանի մեջ հազարավոր ուխտավորներ եկել են այստեղ հպվելու այդ խաչքարին, այդ մասունքակիր խաչքարին եւ իրենց օրհնությունը ստանալու եւ բժշկվել են։ Մասնավորաբար կապույտ հազով հիվանդացած այդ ժամանակաշրջանի ամենատարածված հիվանդությունները տիֆ, խոլերա եւ այս հիվանդությունները բուժվել է այստեղ։ Այն զույգերը, ովքեր որ ամուսնացած են եւ զավակ չունեն, բավական է իրականում գան այստեղ մի քանի անգամ իրենց ուխտը կկատարվի։ Վանքը կառուցվել է մասնավորաբար 13-րդ դարի 1213-ից 1231 թվականներին, ձգվել մինչև 1267 թվականը։ Ծնունդով Օշականից եմ, Օշական գյուղից, դեռ 80-ական թվականներին մեր դպրոցում դասավանդվում էր կրոնի պատմություն, դեռ եկեղեցու պատմություն առարկան չկար։ Երևանից եկեղեցուց մարդիկ էին գալիս եւ կրոնի դասընթացներ էին անցնում, որ այդ դասերին բացարձակապես գրեթե մեծ մասը գյուղի երիտասարդները կամ դպրոցականները չէին մասնակցում։ Տվյալ ժամանակաշրջանում խոսքս 1995-97 թվականների մասին է, սովորում էի երաժշտական դպրոցում եւ երաժշտական դպրոցում հոգեվոր գրականություն էինք անցնում։ Դասավանդում էր Նավասարդ Սրբազանը, բայց այն ժամանակ Հայր Նավասարդը, դեռ Վարդապետ ժամանակաշրջանի մեջ։ Մեր թեմի առաջնորդ էր նշանակված։ Եվ այստեղից հոգեվորականի կերպար, որ տեսել եմ, դա ամենաառաջին մարդը, որ եղել է, որ ես տեսել եմ անձամբ եւ սկսել եմ շփվել, դա եղել է Նավասարդ Սրբազանը։ Մտել եմ եկեղեցի 1995 թվականին։ 95 թվականից ծառայել եմ եկեղեցում Օշականում որպես դպիր, մինչև 97 թվականը, 98-ին մեկնել եմ հայոց բանակ, ծառայել եմ բանակում, մինչև 2000 թվականը։ 2000 թվականին ետ եմ վերադարձել, թեմի առաջնորդն տվյալ ժամանակաշրջանում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ 2005 թվականի դեկտեմբերին Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Ներսես arczepiskopos Պոզապալյանի ձեռամբ ձեռնադրվել եմ Սարգսակ։ Այնուհետև նշանակվել Թալինի տարածաշրջան որպես ՔԴՔԿ-ի պատասխանատու եւ շուրջ 3 տարի ծառայել այնտեղ։ Ավազանի անունս է Արման Սարգսակ Ահարոնյան։ Այնուհետև այնտեղից տեղափոխվել եմ եւ ծառայել Օշականում եւ Սաղմոսավանքում։ 2017 թվականին դեկտեմբերի 17-ին Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ օծվել եմ քահանա, ձեռնադրել է եւ օծել Գուգարաց թեմի լուսահոգի առաջնորդ Տեր Սեփուխ arczepiskopos Չուլջանը։
Եվ Սեպու Սրբազանը անվանակոչել է ինձ Տեր Մխիթար։ Տեղերի հովության մեջ է մտնում 3 գյուղ։ Տեղեր, Աղցք եւ Օրգով, այս 3 գյուղերը։ Մի փոքրիկ ժամանակաշրջան նաև ծառայել եմ Բյուրականի, Անտառուտի, Ամբերդի այս համայնքներում 2 տարի գրեթե որպես հոգևոր հովիվ։ Այնուհետև առանձնացվեց եւ այս 3 գյուղերն են հիմա տեղերի հովության մեջ մտնում։ 2018 թվականի մարտի 1-ից թեմակալ առաջնորդիս օրդությամբ սկսել ենք վանքի մաքրման աշխատանքները։ Եվ մաքրվել է այս ամբողջական տարածքը, ճանապարհները, այգիները, փլված պատերը վերակառուցվել են, վերաշինվել, ծառերը, ծառատունքները եւ այս ամբողջականը, ինչ որ տեսնում եք, եղել է 2018 թվականի մարտից մինչև այսօր։ Եվ այսօր վանքը ներկայանում է իր ամբողջական փառքով մեր սիրեցյալ ժողովրդին։ Մեր եկեղեցիները զարդարված են հազարավոր քրիստոնյաներով եւ մեր ազգի մեջ եկեղեցասեր, աստվածասեր, քրիստոսասեր մարդիկ շատ են։ Հոգևոր ճգնաժամ երևի թե ծագում է այն մարդկանց մոտ, ովքեր որ չգիտեն նախ եւ առաջ իրենց ինքնությունը, չեն ճանաչում իրենց պապերի թողած ժառանգությունը, չգիտեն իրենց պապերի անունները եւ չգիտեն ինչու են ծնվել եւ ուր են գնում։ Եկեղեցին հայ առաքելական ազգապահպանության գլխավոր դերակատարն է։ Ազգի, այսպես ասած, հոգևոր մայրը դա հայ առաքելական եկեղեցին է։ Մասնավորաբար հայ ժողովրդի կյանքից ներս կլինի Հայաստանում, թե Սփյուռքում։ Ինչքան որ շրջենք, ինչքան որ պտտվենք, կտեսնենք, որ հայ մարդը ինչպես որ թուղթ է առնում իր ճուտերին, իր թևերի տակ, այդպես էլ հայ մարդը իր բոլոր միջոցառումները տխուր թե ուրախ առիթներով կամ հանդիպման վայրը ընտրում են դա հայ առաքելական եկեղեցին։ Առանց փնտրելու ուզում ենք գտնել, առանց բախելու ուզում ենք բացվի։ Բայց եթե ավետարանի խոսքը պահենք թե բախիր եւ կբացվի, փնտրիր եւ կգտնես, այդ ժամանակ էլ տեղի կունենա մարդու հոգևոր վերազարթոնքը։ Երբ նշանակված է այս վանք, առաջի տարիներին վանք գալիս էին 1-2 հոգի, ընդամենը պատարակին։ Այսօր վանքում հոծ բազմություն է եւ քիչ գալով մարդիկ ճանաչելով Աստծուն եւ Աստված գործելով իրենց հոգուց ներս հասկացան, որ իրականում մարդը ոչ միայն հացիվ կեցիվ, այլ նաեւ Աստծո բանիվ։ Առանց Քրիստոսի ապրել նշանակում է ապրել միայն մարմնի համար, ապրել միայն ուտելու համար։ Մարտեակը բաղկացած է 2 էությունից, հավատանք թե ոչ, ընդունենք թե ոչ, դա անժխտելի փաստ է եւ դա հետեւյալն է, մարմնից եւ հոգուց։ Ինչպես որ հոգիդ է, մարմինն է ուզում սնվել, այդպես էլ ուզում է հոգիդ սնվել։ Մարմնի կերակուրը հացն է, մտքի կերակուրը գիրքը, իսկ հոգու կերակուրը աղոթքն ու Քրիստոսի սուրբ նշխարքը։ Սա անժխտելի փաստ է։ Եթե Քրիստոսի մեջ չես, արդեն իսկ հոգևոր ճգնաժամի մեջ ես։ Տախ եւ առաջ առաջի հերթին խնդրում եմ իմ հայ ազգի յուրաքանչյուր զավակի, մեծ թե փոքր, կին թե տղամարդ, որ երբեք ձեր արմատներից մի կտրվեք։ Կյանք է հավատքը, սեր է հավատքը։ Բարոյականությունը արժանապատվություն է։ Մարդու եւ անցյալի եւ ներկայի արժանապատիվ կարգավիճակ, արդարությունը Քրիստոս է։ Եթե հավատում ես Աստծուն, չես կարող արդարության կողմնակից չլինել։ Կապակցված են, որովհետեւ երեքն էլ հոգևոր եւ մտավոր արժեքներ են։ Մարդու կյանքի մեջ ներգործություն ունենալով եւ մարդու կյանքը դարձնել ապահով։